Հին հույները ասում են, լավատեսությունը գործի կեսն է, սակայն լավատեսության համար հիմքեր են պետք, եւ երբ ընդամենը 2 շաբաթ առաջ միջազգային հերթական մրցաշարին մեկնող մեր մարզական պատվիրակության ուժերի ու հնարավորությունների մասին լավատեսորեն արտահայտվեցինք, հիմնավորումն այն էր, որ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի սաները մինչև Ուկրաինայի մայրաքաղաք Կիև մեկնելը արդեն իսկ ապագա հաղթանակների համար պահանջվող վստահություն ունեին եւ այդ վստահությամբ կարողացել էին վարակել շրջապատին։ Ինչքան էլ լարված ու արդյունավետ են անցել մարզումները տեղում, այնուամենայնիվ միշտ անհամեմատ ավելի ցանկալի է այդ նպատակով արտերկիր մեկնելը։ Քիքբոքսինգի ազգային հավաքականը ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ աշխարհի առաջնության մեկնեց բարձր տրամադրությամբ եւ հաղթանակի վճռականությամբ։ Ուկրաինայի մեր մարզիկներն արդեն հաղթելու մեծ փորձ ունեին։ Աշխարհի առաջնության նախորդ խաղարկումների ժամանակ հայ մարզիկները Խարկովում եւ Մադրիդում ոսկե հրավառություն էին կայացրել, նվաճելով չեմպիոնական 5 մեդալ։ 12 հոգանոց հայկական պատվիրակությունը Կիև ժամանեց մրցումներից 2 օր առաջ։ Տեղի հայ համայնքը, որ յուրաքանչյուր մարզական միջոցառման ժամանակ լինում է մեր պատվիրակության կողքին, առանձնակի էր սպասում քիքբոքսինգի ազգային ֆեդերացիային։ Համաշխարհային հայկական սփյուռքի նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանը, ով հանդիսանում է նաև ֆեդերացիայի պատվավոր անդամ, մեր մարզիկներին օդանավակայանում պատշաճ մակարդակով դիմավորում էր կազմակերպել։ Սա անշուշտ ոգևորել էր տղաներին, որոնցից շատերի համար ուժեղագույնների նման ստուգատեսին մասնակցելը լուրջ եւ պատասխանատու խնդիր էր։ Քիքբոքսինգի միջազգային կազմակերպություններից մեկը VPK-ն այսօր աշխարհում լավագույններից է, որի կազմում ընդգրկված են 50-ից ավելի մարզական ֆեդերացիաներ, որոնք պարբերաբար մասնակցում են կառույցի կողմից անցկացվող մրցաշարերին։ Ազգությամբ հույն Ջորջ Տարտարադիսը, ով VPK-ի նախագահն է, հայկական պատվիրակության մասին միշտ էլ առանձնակի հարգանքով է արտահայտվել։ Պատահական չէր, որ հենց մրցաշարի բացման արարողության ժամանակ Ջորջ Տարտարադիսին համաշխարհային հայկական սփյուռքի նախագահ Անդրանիկ Հովհաննիսյանը հատուկ մրցանակի արժանացրեց։ Վերջին տարիներին Հայաստանի մարզական պատվիրակության հաջողությունների մասին հարգանքով են խոսել նաև Ռուսաստանի, Բելարուսի, Մոլդովայի, Իսրայելի, Կիպրոսի, Իտալիայի, Հունաստանի, Իրանի ֆեդերացիաների նախագահները, որոնք Գառնիկ Հայրապետյանի ու նրա սաների կազմակերպված մասնակցության ու մրցելույթների մասին միշտ բարձր գնահատական են տվել։ Սա պարտավորեցնող երևույթ է, որ գիտակցում էին մեր թիմի յուրաքանչյուր անդամ, փորձառույց մինչև նորեկ։ Հայաստանի պատվիրակության անդամներից մի քանիսը հավաքականի հնաբնակներ են։ Գարիկ Ծատուրյանը, Մելսիկ Բաղդասարյանը, Լևոն Սարգսյանը արդեն հասցրել են աշխարհի չեմպիոնի կոչման արժանանալ եւ պատասխանատվությունը նրանցից շատ ավելի է։ Երիտասարդ, բայց խոստումնալից էին նաև թիմի մյուս տղաները, որոնք նույնպես Կիև էին ժամանել մեդալներ նվաճելու ակնկալիքով։ Քիքբոքսինգի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկները հանդես եկան Full Light Simi մրցաձևերում։ Մեր մարզիկներից առաջին մեդալը նվաճեց Արմեն Պողոսյանը, ով մինչև 18 տարեկաների մրցությունում գրավեց առաջին տեղը։ Արծաթե մեդալի արժանացան Իշխան Ասատրյանը եւ Սամվել Մովսիսյանը, բրոնզե պարգևի արժանացան Գարիկ Ծատուրյանը եւ Ղազար Ղազարյանը։ Տպավորիչ մենամարտեր անցկացրեցին մինչև 65 եւ 55 կիլոգրամ քաշային բանակի կենտրոնական մարզական ակումբի սաներ Մելսիկ Բաղդասարյանը եւ Լևոն Սարգսյանը։ Կիսաեզրափակիչում մաղթելով մրցակիցներին նրանք դուրս եկան եզրափակիչ, սակայն ինչպես հետո պարզվեց, Մելսիկ Բաղդասարյանը ձեռքի լուրջ վնասվածք էր ստացել եւ բժիշկները արգելեցին նրան շարունակել մենամարտը։ Ցավալի էր իհարկե, իսկ ոսկին այնքան մոտ էր։ Փոխարենը նրա թիմակից Լևոն Սարգսյանը կարողացավ ադրբեջանցի մարզիկին հաղթելուց հետո եզրափակիչում մենամարտել տանտիրոջ ուկրաինացի Եվգենի Լիսենկոյի հետ եւ շատ գեղեցիկ ոճով հաղթանակ տալ։ Սա մի պահ է,
որ դահլիճում գտնվող մարզասերներին, հատկապես մի քանի տասնյակ հայերի ուրախություն պարգևեց, չէ՞ որ ի պատիվ հայ մարզիկի բարձրանալու էր հայոց եռագույնը։ Շատ նորմալ անցավ, հայկական հայ ժողովրդի ոգևորությունը ինչ-որ վրես ազդեց, պատվով կարողացա հաղթեմ իսպանացուն և չեմպիոնալ աշխարհի։ Շնորհակալ եմ բոլոր աշխարհի հարից, իմ բոլոր տրեյներներին, ծնողներիս, զինվատուժերին էլ, Սերյան Օհանյանի շնորհակալություն, մեծ հովանավորելար բոլոր սպայական ազգակազմին, պաշտպանության նախարարությունից բոլորից շնորհակալություն։ Աշխարհի առաջնությունը համեմատած տարբեր տարիներին շատ դժվար էր մեր տղաների համար։ Անկախ նրանից, որ 12 մարզիկներից մենք նվաճեցինք 2 ոսկե մեդալ, նաև ունեցանք արծաթե բրոնզե մեդալներ, այդ թվում նաև պարտություններ, կարող եմ միայն մի բան ասել, որ պետք է հաջորդ առաջնությանը կրկնակի լավ նախապատրաստվեն տղաները, քանի որ ամեն տարի էլ ավելի լավ մարզիկներ են մասնակցում աշխարհի առաջնությանը։ Պարգևատրման արարողությունների ժամանակ մրցանակների արժանացած հայ մարզիկների կողքին հնչեց նաև Անդրանիկ Հովհաննիսյանի անունը, ով քիքբոքսինգի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես մարզաձևի զարգացման համար ջերմաջակից Ջորջ Տարտարադիսի կողմից ստացավ հատուկ հուշամեդալ։ Հայաստան վերադառնալուց առաջ Կիևի հայ համայնքի և համաշխարհային հայկական սփյուռքի կողմից կազմակերպվեց ընդունելություն, որտեղ աշխարհի առաջնության մասնակցած քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի բոլոր անդամները ստացան հուշանվերներ։ Իսկ Երևանում նրանց սպասում էր ևս մեկ հանդիպում, այս անգամ Պաշտպանության նախարարությունում։ Աշխարհի առաջնությունից հաղթանակած վերադարձած մարզիկներին ընդունեց նաև Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը։ Բանակի կենտրոնական մարզական ակումբի սաներ Մելսիկ Բաղդասարյանը և Լևոն Սարգսյանը նախարարի կողմից արժանացան գերատեսչական մեդալների, իսկ թիմի անդամները շնորհակալագրերի։ Իդեպ, օրեր առաջ պարզ դարձավ, որ քիքբոքսինգի ազգային ֆեդերացիան անդամակցել է նաև համաշխարհային մեկ այլ կառույցի՝ ՎԱԿՕ-ի, իսկ ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը դարձել է կազմակերպության գործկոմի անդամ։ Սա նշանակում է, որ Հայաստանի քիքբոքսինգի ազգային ֆեդերացիայի լավագույն սաների համար բացվում է մի նոր ճանապարհ, որը հնարավորություն կտա մեր մարզիկներին մասնակցել համաշխարհային 2 հզոր կառույցների՝ ՎԻՊԿ-ի և ՎԱԿՕ-ի կողմից կազմակերպվող մրցաշարերին։ Ուրեմն հաղթանակները դեռ շարունակվում են։